ամեն սպիրկայի պետք է նախ բարդաթիր մի անգամ տեսնի այցելի Հայաստան եւ տեսնի Հայաստանը եւ իհարկե որոշում կայացնի Հայաստանի մեջ ապրի։ Ես Շահեր Դերարությունյանի անունս եկել եմ Սիրիայից, Հալեբ քաղաքից, հայրենադարձ եմ եղել եւ արդեն բնակություն եմ հաստատել Հայաստանի մեջ մոտ 11 տարի եւ ամբողջությամբ գործս աշխատանքս էլ տեղափոխել եմ արվեստանոցը եւ արվեստանոցը անվանել ենք Բրուտշեն խեցեգործական արվեստանոց, որը հիմա արդեն մեծ ճանաչում ունի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Մինչեւ Հայաստան գալիս ես այնքան ուսումնասիրում էի Հայաստանի ամբողջ քարտեզը, միշտ ամեն օր իմ աչքի առջև էր եւ շատ լավ գիտեի մինչեւ Երևանի փողոցների անուններով ամեն ինչով եւ Հայաստանի քաղաքները եւ բոլոր բնակավայրերը։ Այսինքն արդեն ինչպես պատրաստ եկած էի ես եւ դերյակ էի ամեն ինչից եւ դա ինձ ավելի խթանեց Հայաստանը ավելի մոտիկից ուսումնասիրել, կարծես թե այսպես մի անգամից հայտնվեցի ես Հայաստանում եւ բոլոր այդ պատկերացրած իմ երազած վայրերը, որ պիտի ուզում էի, ցանկություն ունեի, որ ներկա լինել եւ իրականացավ։ Եվ ես եկա Հայաստան 1983 թվականին առաջին անգամ եւ այդ տարին ընդունվեցի Վանոս Տեր-Լեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը եւ այդպես սկսեցի շրջագայել Հայաստանում բոլոր տեսարժան վայրերը, որ ինձ շատ էր գրավում։ Հետո ես տեղափոխվեցի Բեյրութ եւ այնտեղ սկսեցի իմ գործունեությունը խեցեգործության արդեն սկիզբ դրվեց արվեստանոցի մի փոքր արվեստանոցի իմ աշխատանքը ընթացավ այնպես նաև որ հայ գաղութի Բեյրութի հայ գաղութի բանջարը այդպիսին էր հայկական զարդամոտիվներով խեցեղենի բանջարը ավելի շատ էր որովհետև ես համագործակցում էի հայկական հաստատությունների հետ համազգային եւ այլն մշակութային միություն եւ այլն այնպես եղավ որ այդ ուղղությամբ ընթացավ իմ աշխատանքները եւ դրանց կողքին իմ ստեղծագործական աշխատանքները ծանոթանալով իմ աբակագանոջ հետ Քրիստինային ինքը ինձ համոզեց, այսինքն ես արդեն իմ երազանքներ հայրանդարձվել Հայաստան, ինքը ավելի գտրուկ այսինքն պատճառ եղավ, որ արդեն այդ որոշումը միանգամից ես առնեմ։ Եվ եկանք եւ վերադարձանք այսինքն Հայաստան։ Միշտ իմ երազանքը եղել էր Հայաստան հաստատվել, բայց իմ աշխատանքը որ կայացավ Լիբանան Բեյրութի մեջ միակ կապող բանը դա էր, որ իմ աշխատանքը արդեն կայացել էր այնտեղ։ Եվ երբ որ ծանոթացա Քրիստինեին հետ եւ եկանք եւ ես միշտ միակ մտավախությունս այն էր, որ իմ աշխատանքը դեռևս չստացվի Հայաստանի մեջ, որովհետեւ իմ մասնագիտությամբ աշխատողները շատ են եւ դեռևս չհաջողվի, բայց որ սկսեցինք աշխատանքը կամաց այսինքն բարելավեցինք եւ գործը մեջտեղ եկավ եւ շատ լավ ստացվեց։ Ամեն ինչ շատ բարեհաջող ընթացավ։
Հայաստան, որ նոր եկանք, ժամանեցինք, այս արվեստանոց դեր չկար, մենք տարբեր դեղերում էինք աշխատում, դա իհարկե դժվարություններ էր առաջացնում եւ երազանքը իրականացավ այն ադեն եւ մենք հիմնական այս արվեստանոցը ունեցանք եւ աշխատանքը հունի մեջ մտավ եւ ընթացավ այնպես ինչպես ուզում եմ եւ բավականաչափ աշխատանքներ, որոնք ես իմ մտքի մեջ կար եւ դրանք իրականացրեցի Հայաստանում հիմնադրելուց հետո այդ սկզբնական աշխատանքները նույն կրկնօրինակներն են, այսինքն նույնությամբ այն աշխատանքներն են, որ Բեյրութում անում էի եւ իհարկե մի մասն էլ այն գաղափարներն են, որ հետս բերել էի, այդ գաղափարներից էի ստանում հետո արդեն փոփոխվեց եւ ավելի զարգացավ այս ուրեմն գործը եւ ավելի շատ տեսականին շատ բազմացավ Ասկը ամենից առաջ որ մտնում եմ արվեստանոց միացնում եմ երաժշտությունը եւ դա ինձ համար հաճելի մթնոլորտ է սկսում եւ այդ մթնոլորտի մեջ սկսում եմ աշխատանքը եւ բացում եմ էսքիզներից տետրը եւ ընդրում եմ այն ինչ որ պիտի անեմ նախագծել եմ ասենք եւ դա հերթականության մեջ եմ դրել եւ սկսում եմ այդ էսքիզի վրա աշխատել այս արվեստի մեջ մանավանդ այս գիրառական արվեստի շատ կարեւոր է զույգով աշխատել այսինքն մենակով չի ստացվում կամ կստացվի շատ դանդաղ զույգով աշխատելը իրար հետ համագործակցելով կարծիքներ փոխանակելով շատ լավ է ստացվում կերամիստները դա շատ լավ գիտեն ունենք մի 20 համագործակցություն Հայաստանում եւ 10-12 համագործակցության կազմակերպություն Հայաստանից դուրս որ իրենց հետ համագործակցում ենք այո դա արդեն ցույց է որ մենք կայացել ենք եւ ինչ որտեղ արդեն ամեն ինչ ստացված է այն աշխատանքները որ կատարում եմ Բեյրութում այստեղ այդ զգացողությունը նույնն է քանի որ այնտեղ էլ հայ գաղութի համար է աշխատում ուղղակի այստեղ այն տարբերությունը այն է որ Հայաստանի հողի վրա եմ գտնվում եւ այդ ինձ ավելի ուժ է տալիս եւ իհարկե որ առավոտ բացում ես արվեստանոցի պատուհանը տեսնում ես Մասիս սարը եւ այլն դա ավելի ներշնչող է ավելի ուժ տվող է հայրենի հողն է ջուրը եւ օդը ամբողջ այսինքն ամբողջական դա ամբացադրելի մի զգացում է որ ուրիշ տեղ չես կարող զգալ դա նաեւ ընկերային շրջապատը եւ բնությունը մանավանդ Հայաստանի այնքան ձգտող է միշտ ձգտում է դեպի բնությունը եւ դա արդեն պայմանները որ կան որ այդ բոլոր պայմանները որ մենք այստեղ շարունակենք ստեղծագործել Հայրենադարձության մասին ես շատ լսել եմ իմ հորիցս որ հայրենադարձությունը որ եղել է 1946-47 թվականներին եւ իրենք գրանցված են եղել եւ իրենց հերթը չի հասել ուրեմն այնքան նեղվել են որ չի ստացվել իհարկե դե հետո հետաքային ուրիշ հարց է որ այստեղ եկողները շատ դժվարություններ ունեն դժգոհել են կյանքից եւ այլն դա ուրիշ հարց է բայց այդ պահին որովհետեւ մեծ հայրենադարձություններ եւ մասշտաբային լայնածավալ pedagogan որոշումով իմ ծնողները գարկը հերթը չի եկել, այսինքն գրանցված են եղել, բայց հերթագրված են եղել, բայց չի հասել։ Եվ հետագային ես եմ դա իրականացրել անհատ, այսինքն անհատական որոշումով։ Որոշումը մի անգամից պետք է տալ եւ չդադամսել։ Մի անգամից որոշում պետք է դրվի, որովհետեւ
Եթե ասի, չէ, մի քիչ սպասենք մի տարի, չէ, հաջորդ տարի կարող է չստացվի։ Այս է մեր հողը եւ ուրիշ տեղ մի քիչ մեր կյանքը, այսինքն հարադեպ չէ, ձուլումը կա, այսինքն օդար ազգիների հետ ձուլումը կա եւ պետք է Հայաստանը միայն բարգավաճեցնել, ուրիշ տարբերակ չկա։